Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք, ինչպես տեսնում եք, կարայոկիչի։ Դե ինձ սիրելիներս սկսեցինք։ Սկզբի համար հերթականությամբ այսպես։ Ես դանակով եմ շատ արագ անում։ Երևահան ենք անում սկզբից։ Այսպես։ Արագ սկզբի համար բոլորը երևահան անենք և շարունակենք, պես։ Հետո կասեմ, ինչ ենք անել։ Քանի եղանակները լավն են, քանի լատակը, արևը, ամեն տարի ես միշտ այս ժամանակ արդեն սկսել եմ կարայոկիչի պատրաստել։ Ես մոտ ընդամենը 6 կիլոգրամ կարայոկ է։ Մասերը լավ մաքրենք, հետո կասենք։ Հիմա բոլորը ես Սուստամ հերթականությամբ ինչ ենք անելու։ Հիմա մի հատ ասեմ, երևահան անելուց հետո, սիրելիներս, ես բոլորը վերցրել եմ, ինչպես տեսնում եք իրենց պոչերով, որովհետև պետքա պոչերը կապենք, որպեսզի կախենք։ Այսպես բոլորը, հիմա ես որպեսզի հեշտ լինի ծրագրել եմ այսպես այս տերևները ինչ կտրելու եմ սենց որպեսզի կապելուց հեշտ լինի նայք պոչերը ինչ երկար են, հարմար այսպես բոլորը այդպես են կանելու հիմա այս մեկն էլ մաքրեմ Եվ կարող եմ նաև ընթացքում էլ տերևները, որը շատ երկար է, կտրտեմ, այս մաքրածներին էլ բոլորը կտրտենք, խանենք, Ուր մի տեղ եմ առել, բայց էլի տեղ հիմա նայեք, այսպես, այս տերևները, մասերը, որը չորացած է, որը մի քիչ երկար է, այսպես, որպեսզի մնա հենց ինքը պոչը, դրան էլ անենք, թելերը կապելուց հեշտ է լինի։ Արտադիր կարայոկ առնելուց ընտրեք պոչերը այսպես երկար լինի։ Նախապես ես բոլոր կարայոկները լրացել եմ, չորացրել և ունուկ երևահան կան։
ասեմ, որ շուտ է չորանում, նայած որտեղ է կախում, քամով լինի, արևոտ լինի, որպեսզի հեշտ չորանա։ Շարունակությունը ցույց տամ։ Հիմա այս վերջացնելուց հետո այս տերևները բոլորը այսպես ցույց տամ, նայեք, այս տերևները պոչի մոտի, այսպես հեռացնում եմ, բոլորը հեռացել է, կապելուս հեշտ լինի և նաև չորանալուս, կողքերքն էլ բոլորը այսպես, այսպես գեղեցիկ, նորից շատ բարակ Երևանին կանում։ Հետևում ասնել այսպես, նորից ամբողջ տերևները մասերներ այսպես իրա պոչենք, այս էլ վերջացրինք, հիմա նայեք, բոլորը արդեն մաքրած պատրաստ վիճակում է, հիմա սկսում ենք այսպես պոչերը բոլորի թելով կապել, հիմա ցույց կտամ, մի մասը դնում ենք մի կողմ, հիմա նայեք սիրելիներս, այսպես պոչերը հատիկ կապում են, ես դեռև մի թելի վրա չեմ անում, ես առանձին եմ անում, որպեսզի շաքարաջուր մտցնելու ընթացքում ինձ չխանգարի, կարողանամ շատ հանգիստ այսպես այս երկարությունը բավական է, հիմա այսպես կտրեմ, այսպես եմ անելու, սենց իրար չեն խանգարում, երբ որ շաքարաջուրն է, այսպես նորից, որ ասում են երկար պոչերով եմ վերցնում, շատ հարմար է, շատ լավն է լինում, նորից
այսպես կապելու եմ։ Ու ցույց կտամ։ Հարակ նորից բոլորը կապենք։ Այսպես։ Սենց հեշտ է, մարդ կա բոլորը մի թելի վրա, բայց այդպես խանգարում է։ Իրանք երևի շաքարաջուր, բայց շաքարաջուրը անպայման է պետք։ Ոնց որ մի անգամ տաք ջուրն ենք կողում, շաքարաջուրով խմում եւ վերջ։ Ապահովա, որպեսզի շուտ չանան արդեն տաք շաքարաջուրի մեջ, կարելի ասել շոքե խաշվել է։ Այսպես։ Այսպես նայեք։ Այսպես հեշտ է և շատ դե ինձ սիրելիներս նայեք արդեն վերջացինք, բոլորը կապեցինք, վերջացինք ու հիմա ինչ ենք անում։ Այսպես դնում ենք մի կողմ։ Դնում ենք մեկ բաժակ շաքարավազ, այսքանը բավական է։ Մեկ բաժակ շաքարավազը լցնելուց հետո վրան ավելացնում ենք եռացած ջուրը։ Ջուրը պետք է լինի այս սենց լրիվ փակի։ Հիմա ջուրը լցնեմ ու շարունակենք։ Նայեք սիրելիներս, եռացած ջուրը արդեն լցրեցի, հիմա դնելու եմ գազին, լավ նորից եռացնեմ ու շարունակությունը նորից ցույց կտամ։ Այսպես սիրելիներս, բոլորը խառնում ենք, այսպես։ Հիմա նայեք արդեն ջուրը եռում է, այսպես կխառնենք և այսպես լցնում ենք շաքարաջուրի մեջ և պտտում։ Ես որ ասում էի, որ առանձին եմ կապում, մեկը մեկին չխանգարի, դրա համար էի ասում։ Հիմա այսպես բոլորը շաքարաջուրի մեջ մի րոպե, 2 րոպե այսպես պտտում ենք։ Այսպես շատ լավն է լինում։ Եվ հանում։ Արդեն հանելու ժամանակն է։ Նայեք։ Այսպես շատ լավն է լինում շաքարաջուրով, երբ որ տաք ջուրն ենք կողում, 2 րոպե պահում։ Նախ շուտ է չորանում, հետո է բացարձակ կախած տեղը չի փչանում, շատ լավն է եղնում, որակը շատ լավ է, նայեք։ Հիմա արդեն հանում եմ, այսպես։ Հիմա նայեք նորից, այսպես։ Հիմա շաքարաջուրն էլ է իր գույնը փոխելու, կտեսնեք։ Այսպես հերթականությամբ մի 2 րոպե այսպես պտտում ենք, անցկացնում, արդեն հանելու ժամանակն է, այսա կհանենք և նորից կդնենք համանի մեջ։ Նայեք բոլորը հանել ենք հերթականությամբ, այսպես դասավորում ենք ու նորից մի մասը լցնում։ Հիմա բոլորը ես արագ անեմ և վերջում ցույց կտամ կախած վիճակում, նայեք։ Այս արդեն վերջին է, տեսնում եք ջուրը ինչպես է փոխե գույնը։
Այ այսպես։ Նայեք, այս մի մասն է, արդեն արել եմ բոլորը։ Նայեք, մյուս մասն էլ են կողմնա։ Հիմա բոլորը արագ կկախեմ։ Երնես հիմա նայեք, ամբողջը արդեն պատրաստ է, վերջացրեցինք։ Մի մասը այս կողմից եմ կախել, մյուս մասը մյուս կողմից եմ կախել, երկու կողմն է շատ արևոտ է, շատ շուտ է չորանալու է։ Տեսնում եք ինչքան գեղեցիկ է սիրելիներս։ Պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ։ Իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին։ Այսօր այսքանը, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ 2 օր հետո նորից ես ցույց կտամ ինչպես են չորանում մեր կառայլոկները։ Հենց սիրելիներս հիմա նայեք, անցել է արդեն 2 օր, հենց այսպես էլ չորանում են մեր կառայլոկները, այսպես է չի լինելու, նայեք տեսքը, և ասեմ, որ ես ձեռքով բոլորը այսպես, հիմա որ անջատեմ բոլորը այսպես, պետք է ձեռքով սեղմեմ, որպեսզի ինքը իր տեսքը արդեն ընդունի իր ձևը և լավն է լինում այդպես, բոլորը այդպես պետք է անեմ, նայեք, հենց այսպես է չորանում են մեր կառայլոկները, դե ինչ, այսքանով վերջացնում եմ, հաջողություն եմ մաղթում բոլորին։ Հիմա նայեք սիրելիներս, արդեն ամբողջովին պատրաստ է մեր կառայլոկի չինը, նայեք, ընդամենը 1 շաբաթում ինչքան լավ չորացել է ամբողջը, տեսնում եք, հիմա կդասավորեմ և նորից ցույց կտամ, այսպես նայեք, նայեք սիրելիներս, ինչքան լավն են եղել, այ այսպես, պատրաստ եք և կտեսնեք, և շատ համեղ է, և շատ որակով է, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ, դե ինչ սիրելիներս, այսքանով վերջացնում ենք, բոլորիդ հաջողություն եմ մաղթում, նայեք։